Դե շնորհավորելը, ասենք, այդքան ժամանակ աջակցում էին Նիկոլ Փաշինյանին, դրանից հետո էլ պետքա շնորհավորեն։ Հիմա ուրախանում եմ, որ Պակիստանի վարչապետը պակիստանային երկիրն է, որը չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, ճանաչում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Դե թող հայ ժողովուրդը մտածի դա ինչի մասին է խոսում, առաջ հերթին։ Երկրորդ հերթին արևմտյան պետությունները պետքա ենթադրեինք, որ ինչ է լինի պետքա ճանաչեն, որովհետև իրենց փայփայածն է, իրենց պատվերը կատարողն է։ Ռուսաստանը օրինակ միջև հիմա չի ճանաչել, ես չգիտեմ դրանից հետո ինչ կանի։ Հայտարարել էին, որ չեն ընդունել ու հնարավոր է արդյոք։ Դե ասում էին, որ չեն ընդունել, բայց սպասենք, էլի պաշտոնական արդյունքները հրապարակվեն, հետո կտեսնենք։ Բացի այդ, մենք այլ երկրներից ակնկալում ենք մի բան, որը, ասենք, տեղի քաղաքական ուժերը պետք է անեն։ Նախ քաղաքական մեծ ակտորները պետք է գնահատեն ընտրությունները, պաշտոնական գնահատական տան, հետո էլ մյուս երկրներից ակնկալենք իրենք ճանաչում են, չեն ճանաչում, ինչ են անում, ինչ չեն անում։ Դուք անծանոթ եք Նիկոլ Փաշինյանին։ Ինչու ընդդիմությունը չուներ պլան B, որովհետև ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր պլանները ունի, ընդդիմությունը արձագանքողի դերում է։ Ինչու օրինակ հենց գիշերը, երբ որ արդեն ակնհայտ էր, որ իշխանությունը ուզուրպացվում է, այստեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ընդդիմադիրները չեկան։ Հարկելի ան, այդ հարցը շատերին է տանջում, շատերն են ինձ այդ հարցը տալիս, ես նույնիսկ ես եմ այդ հարցը տալիս, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը այն ազնվորություններից է, որը որևէ կերպ իշխանություն չի տա, այսինքն ինքը այս քպան առաջնորդվում է մահ կամ իշխանություն սկզբունքով։ Ես նկատում եմ սպասում եք ինքը մի բան անի։ Ես չեմ սպասում, ես Նիկոլ Փաշինյանից որևէ ակնկալիք չունեմ։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև այդ հարցը պետք է տալ հիմնական քաղաքական ուժերին, թե ինչու իրենք, ասենք, փողոց չեն գեներացնում, ընտրություններին, հստակ ես պաշտոնական գնահատականի մասին եմ խոսում, էլի, գնահատական պետք է տան, որից հետո արդեն դրանից բխող գործողություններ պետք է լինեն։ Թե մինչև հիմա ինչի ենք սպասում, ես չգիտեմ, միգուցե ունեն պլան, լավ պլանավորել են գործողություններ, սպասում են պաշտոնական արդյունքների ամփոփմանը, ես չեմ կարող ասել։ Ես իմ մասով կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններով իշխանություն չի տա այդ մարդը։ Սահմանադրական դատարանի հետ կապված, նաև ուժերը խոսում են սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։ Մենք գիտենք, թե որ թվականից դատարան դիմում են եւ ինչ է ստացվում։ Նիկոլի գրպանային կառույցներին դիմելը դա անիմաստ զբաղմունք, քաղաքի ժողովրդին զբաղացնելը, ես այդպես եմ համարում, միգուցե սխալվում եմ, բայց Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որ ընտրություններից հետո այդ բրիֆինգ էր տալիս, ինչ էր անում, հելավ հայտարարեց, որ դատական համակարգը կոռումպացված է։ Այն դատական համակարգը, որ 8 տարի ինքն էր սարքել այդ դատական համակարգը, ճիշտ եմ, ինքն էր խոսում բարեփոխումների մասին, ինքն էր SMS-ով ԲՏԽ նախագահ ազատում նշանակում, ինքն էր շրջափակում, ինքն էր դատավորին վնգստացող համարում, ինքն էր ասում Հայաստանում չկա այդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի։ Հիմա այդ մարդը ընդդիմադիրի դիրքերից երեք կանգնել ասում է դատական համակարգը կոռումպացված է։ Եթե կոռումպացված է, ապա թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն դու ես այդ համակարգի։ Հիմա նույն բանը սահմանադրական դատարանի հետ կապված։ Ինչ անելու սահմանադրական դատարանը։ Մի լղոզված, կարող են ինչ-որ մի հատ լղոզված հայտարարություն վճիռ կայացնի, ասի դա էլա կցրվեք տներով։ Երկրորդ փուլը բացառում է, հնարավոր է երկրորդ փուլ լինի։ Իրավական առումով, չգիտեմ։ Աղաղակող խախտումները։ Դա երկրորդ փուլ չի, դա կոչվում է արդեն նոր ընտրությունների նշանակում, երկրորդ փուլ կլիներ այն դեպքում, եթե վարչապետ չկարողանային ընտրել։ Եթե հիմա կարողանան վարչապետ ընտրել, դա երկրորդ փուլ չի։ Եթե ժողովուրդը ազդի եւ այս խայտարակ ընտրությունների արդյունքները չեղարկեն նոր ընտրություններ նշանակեն, դա կլինի երկրորդ փուլ։ Ներողություն, եթե նոր ընտրություններ նշանակվեն եւ լինի, ինչ երաշխի կա, որ այս անգամ արդար ու թափանցիկ է լինելու։ Ես կարծում եմ, որ շատ լուրջ հետևություններ կարվեն։ Ես կարծում եմ, որ եթե նոր ընտրություն, եւ որին ես չեմ հավատում, այս պահի դրությամբ հետընտրական ոչ մի զարգացում չի լինել, այսինքն թույլ չի։ Դա իր իղձերն ու մաղձն է ինքը արտահայտում, որ հետընտրական զարգացում չի լինելու, բայց եթե ժողովրդից հասումը բավարար լինի, գեներացիան բավարար լինի, կարծում եմ փողոց կգեներանա, որովհետև ես քայլում եմ փողոց, դուք էլ նկատած կլինեք, որ քաղաքացիները մոտենում են, հարցնում են, թե ինչի չեն բողոքում այս ընտրությունների արդյունքների դեմ եւ ի տարբերություն 21 թվականի հետընտրական շրջանի հիմա շատերի մոտ խաբվածության զգացողություն կա։ Շատերը չեն հավատում այս ընտրությունների արդյունքներին։ Դրա համար, ասենք, նոր ընտրությունների դեպքում աշխատելու է բոլորովին նոր տրամաբանություն, եթե լինեն նման ընտրություններ,
դա հզոր փողոցն է, դա ընդդիմության միասնական դեմքով հանդես գալն է եւ մի շարք խնդիրներ, որոնց հետ կապված քննադատում էին ընդդիմադիր այս կամ այն քաղաքական ուժերը։ Հիշում եք, որ կենտրոնական դրական հանձնաժողովը այսպես ձախողացրին ընտրությունները։ Դե Նիկոլի կադրերը ինչ պետք է անեն։ Ես զարմանում եմ, որ դուք ակնկալում եք, որ ասեք Նիկոլ Փաշինյանի նշանակած Հովակիմյան Վահագը պետք է ասենք սիրուն նկարչություն աներ, պրոֆեսիոնալ։ Սրանք նույնիսկ չեն կարող նկարչություն անեն։ Որ մասով ժամանակներում եղել է բոլոր ուժերը վերահաշվարկներ իրականացրել են, հետո երբեմն նաև հակառակ պատկերն է ստացվել, ինչպես այս պարագայում։ Դե ես ասեմ, ակնկալիք չունեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովից Հովակիմյան Վահագից իրավիճակը կփոխվի, Հովակիմյան Վահագը խելքի կգա այն դեպքում, եթե տեսնի, որ ժողովրդից հասումը փողոցում շատ կրիտիկական աստիճանի է հասել։ Հասարակությունը ճնշեց, Նիկոլ Փաշինյանը հետ քայլ կանի, չճնշեց, ոչ մի բան էլ չի անի արխային։ Շնորհակալություն։